Սուրբ Գայանե վանքում փետրվարի 24-ին հոգևոր դասն ու հավատացյալները հրաժեշտ տվեցին Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբան Տաթև arczepiskopos Սարգսյանին։ Սուրբ պատարագ մատուցվեց, որի ընթացքում վերջին ոցման կարգ կատարվեց։ Արարողության ընթացքում Շահան եւ Օշական arczepiskoposներն օծեցին ննջեցյալ հոգևորականի ճակատն ու աջ ձեռքը։ Հայ եկեղեցում վերջին օծման կարգ կատարվում է միայն օծյալ հոգևորականների համար։ Ավագ հոգևոր եղբորը հրաժեշտ տալու էր եկել նաև տնային կալանքում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Նրան Գյումրիից ոստիկանական խումբ էր ուղեկցում։ Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից էր Տաթև Սրբազանը։ Նա վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Ճիշտ է, ծնավ Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսության մեջ ծառայությունը անսագարկ կերպով կատարեց ամենանայած կաթողիկոսության եւ Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսության մեջ։ Հաջորդական հայրապետներում իր հարի ներկայությամբ, իր քաղցր ներկայությամբ եւ մանավանդ իր երկրորդ հատկանիշով մարդասիրությամբ ապրեցավ։ Սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում է ստացել 1974 թվականին Մեծի տան Ընկիլիկիո խորեն առաջին կաթողիկոսի ձեռամբ։ Վաստակաշատ arczepiskopos-ը կյանքի մեծ մասը ծառայել է Մեծի տան Ընկիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո, զբաղեցնելով մանկավարժական, վարչական եւ առաջնորդական տարբեր պաշտոններ։ 1995 թվականին Սրբազանը տեղափոխվել է Հայաստան եւ կյանքի վերջին 3 տասնամյակն ապրել Մայրաթոռում։ Սրբազան հայրը հովվական աստվածաբանություն եւ բարոյագիտություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապագա հոգևորականների մի քանի սերնդի փոխանցելով ոչ միայն տեսական գիտելիք, այլև հոգևոր կյանքի մեծ փորձառություն։ Լուսահոգի Սրբազանին ջերմությամբ ու սիրով են հիշում նրա ուսանողները։ Պահանջկոտ էր, բայց միշտ նրբանկատ, խստության փոխարեն ընտրում էր բարի խոսքը, ասում են նրա սաները, առանձնակի շեշտելով Սրբազանի խոնարհությունը։ Իր աստվածաբանությունը վերացական գիտելիքների փոխանցում չէր այդ դասավանդումը, այլ կյանքով ապացուցելի, կյանքում կենսագործելի դաս էր։ Եվ ինչ էլ ինքը փոխանցում էր մեզ որպես գիտելիք, ամեն դեպքում այդ ամենը հանգում էր սիրո կյանքին եւ սիրուց բխած խոնարհության կյանքին։ Այս պահին իմ մտքին է գալիս նաեւ ինձ հետ առնչված մեկ ուրիշ դրվագ, երբ մենք ձեռնադրությունից հետո 40-օրյա առանձնության շրջան էինք ապրում Մայրաթոռում եւ 3 հոգի էինք եւ Տաթև Սրբազանը հիշում եմ ամեն շաբաթ այդպես սիրով, խոնարհությամբ եւ իր նախաձեռնությամբ մեզ համար պահոց կերակուր էր պատրաստում։ Այսինքն բացառիկ խոնարհության օրինակ էր Տաթև Սրբազանը։ Նա մեղմ մարդ էր, իր մեղմ ձայնով, գեղեցիկ ժպիտով միշտ փորձում էր ուսանողներին ոչ միայն գիտելիք փոխանցել, այլ փորձառությունը իր տարիների վաստակի փոխանցելու իր սաներին, որոնք այդ փորձառությամբ իր փոխանցած, իր ջանբած գիտելիքով պիտի մտնեին համայնքներ եւ լինեին լավ հովիվներ, քաջ հովիվներ, զինված գիտելիքով, բարոյական իրենց վարքով ու բարքով։ Սրբազանը այդպիսին էր, մեր հուշերում նա այդպիսին պիտի մնա, մենք այդպես ճանաչել ենք իրեն մեր ողջ ճեմանական տարիներին եւ հետ ճեմանական տարիներին, մշտապես իր բարի կեցվածքով մեր համար ոգեշնչման աղբյուր էր, հոգեորականի կերպար, թե ինչպիսին ճեմանականը կարող է մեծանալ եւ դառնալ հոգեորական։ Տաթև Սրբազանը բարության մարմնավորում էր, բայց ես ավելի շատ կշեշտեի մտավորականի կերպարը իր անձի մեջ։ Մի մարդ, որը անընդհատ շարունակ ուսուցանում էր եւ ինքը սովորում էր։ Գիրքը անբաժան ուղեկիցն էր իր կյանքում։ Եվ ամեն անգամ, երբ հանդիպում էինք, պատմում էր ինչ-որ մի գրքից, խորհուրդ էր տալիս այս կամ այն գիրքը ընթերցել, որովհետև ասում էր ես կարդացի եւ շատ օգտակար էր։ Եվ մի շատ կարևոր նաեւ հանգամանք կա, լինելով երջանկայիշատակ Գարեգին առաջին մեծագործ հայրապետի ազգականը,
ինձ թվում է շատ դժվար է լինել իր ազգականը եւ չմնալ իր ստվերում, որովհետեւ վեհապար իսկապես տիտանական մեծություն էր, մեծ մտավորական աստվածաբան հայագետ եւ Տաթև Սրբազանը լինելով իր զարմիկը կարողացավ իր անձնական հմայքով շահել նաեւ մյուսների սերը եւ հարգանքը։ Պատարագից եւ վերջին օծման արարողությունից հետո եկեղեցականների թափորն ու հավատացյալները լուսահոգի Սրբազանին ուղեկցեցին դեպի Մայրաթորի միաբանական գերեզմանատուն։ Այստեղ են ամփոփված տարբեր ժամանակաշրջաններում ապրած բարձրաստիճան հոգևորականներ ու միաբաններ, որոնց կյանքն ու ծառայությունը կապված է եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ Հուղարկավորությունը յուրահատուկ ծիսակարգով է կատարվում։ Այս կարգին հատուկ է նաև ննջեցյալ հոգևորականի զգեստավորումը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հայ եկեղեցու հոգևոր դասն իր խոնարհումը բերեց ու վերջին հրաժեշտը տվեց նվիրյալ հոգևորականին, նրան ճանապարհելով հավիտենական հանգստի կյանքի 85-րդ տարում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։